հաջորդ փոփոխությունը դրանք վերաբերում են օտարերկրյա ուրեմն տիրույթներում, սակայն Հայաստանում ցանցային օպերատորների կողմից հեռարձակվող հեռուստաալիքներում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակությամբ ուրեմն հեռուստաբովանդակությունը կարգավորելուն, մասնավորապես այդ պարագայում այլ տեսակի կարգավորումներ ենք մենք նախատեսում, այսինքն կարգավորող մարմինը, հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը հնարավորություն կունենա սանկցիա կիրառել ցանցային օպերատորների նկատմամբ այն պարագայում, եթե արձանագրվեն առերևույթ խախտումներ Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտելու տեսանկյունից։ Ինչպես է հասկանալու օտարերկրյա հաղորդման ժամանակ կարծիքն ինչ է թե միջամտությունները ինչ մեխանիզմներով են։ Սա ամենադժվարն է եւ մեր դեռ վեճեր կան, չբացեմ ամբողջ խոհանոցը, օրինակ շատ իրավական կառույցներ, օրինակ նույն Արդարադատության նախարարությունը, օրինակ Ազգային ժողովի մասնագետները շատ լեգիտիմ հարցադրում են անում, իսկ ինչ բան է ներքին, քաղաքական միջամտությունը։ Եվ ես չեմ բացառում, որ նույնիսկ այդ հատվածը ինքը օրենքից հանվի։ Քվեարկության դրում կառավարության ներկայացրած տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն։ Կողմ 58 դեմ 26 ձեռնպահ 1 որոշում ընդունվել է։ Շատ հեղեղուկ է ձևակերպումը։ Միջամտությունը ինչ է նշանակում։ Դիցուք Երևանում տեղի է ունենում ընդդիմության հանրահավաք, Евроньюզը եւ ենթադրենք Վեսին լուսաբանում են բնականաբար ընդդիմության հանրահավաքը, ընդդիմադիր գործիչների ելույթները այդ ռեպորտաժում ավելի շատ է։ Դա համարում ենք միջամտություն։ Միջամտությունը որն եք համարելու։ Կոչ ենթադրենք քաղաքական իրականությունը փոխելու, իշխանություն փոխելու, թե ուղղակի Հայաստանում տեղի ունեցող որևէ իրադարձության լուսաբանում։ Քննարկման ժամանակ կառավարության ներկայացուցիչներին էլ ենք ասում, օրենքի այդ ձևակերպումը այնքան առանձգական է, որ ամեն ինչը կարող են լցնել մեջը։ Պայմանական ես օրինակը բերում եմ Евроньюզի։ Հայաստանում ընդդիմությունը հանրահավաք է անում, Евроньюզը լուսաբանում է։ Դա ինքնին արդեն Հայաստանում հեռարձակումը միջամտությունը Հայաստանի ներքաղաքական կյանքում այնքան առանձգական է եւ այնքան անորոշ է, որ նույնիսկ նախագահ Տիգրան Հակոբյանը մինչ այդ կարծիք էր հայտնել, որ այդ դրույթը դուրս է գալ։ Հրա պետք է մոնիտորինգ անի, դիցուք չեմ էլ իմանում այդ կաբելային հեռուստաընկերությունների փաթեթներում 200-300 հեռուստաընկերություն, որը ֆիզիկապես անհնար է։ Եվ այստեղ գալու է մեկ այլ սցենար։ ՀՌԱՀ իշխանության հանձնարարության մոնիտորինգ է անելու այն հեռուստաընկերությունները, որոնք իր քիմքին համապատասխան չեն։ CNN-ով գնաց, գիտեմ, Евроньюզով գնաց, կամ մեկ այլ հեռուստաընկերությունով արևմտյան ենթադրենք Ֆրանս 24 պայմանական ասեմ, դա որևէ բան չի նշանակվելու։ Իսկ այն ինչ որ հեռարձակվելու է պայմանական ասեմ ռուսական կամ վրացական հեռուստաընկերությունը, դա արդեն ենթարկվելու է մոնիտորինգին եւ ջիպոտի մեկ հարվածով խնդիր է ստեղծելու հեռարձակող ընկերությունների համար։ Ինչ բյուջեի հիման վրա է ՀՌՀ-ն այդ անելու։ Երբ որ բյուջեն հաստատվել է 26 թվի, այդ մոնիտորինգի հսկայական համակարգը դեռ հաշվարկված չի եղել։ Թե կառավարությունը ինչ որ գումար է տալու, թե ՀՌՀ-ի վրա դրվելու է կոնկրետ երկրների, կոնկրետ հեռուստաընկերությունները խոշորացուցի տակ պահել։ Եվ ինչու է գալիս հատկապես նախընտրական շրջանում այս նախագիծը։ Կարգավորող մարմինը, հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը հնարավորություն կունենա սանկցիա կիրառել ցանցային օպերատորների նկատմամբ այն պարագայում, եթե արձանագրվեն առերևույթ խախտումներ Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտելու տեսանկյունից, որի պարագայում վարույթը հարուցվելու պարագայում ցանցային օպերատորը պետք է տվյալ հաղորդումը այլևս չհեռարձակի մինչև այն պահը, երբ որ վերջնական որոշումը կայացված կլինի,
Դրանք չիրականացնելու պարագայում ուրեմն պատասխանատվության ենթակա սուբյեկտ կհամարվի ցանցային օպերատորը։ Հարցադրում են անում, իսկ ինչ բանա ներքին, քաղաքական միջամտությունը։ Եվ ես չեմ բացառում, որ նույնիսկ այդ հատվածը ինքը օրենքից հանվի։ Եթե չի հանվի, մենք բոլորով պետք է մտածենք այնպիսի ճիշտ մեկնաբանություն տանք, որպեսզի դա տարեթերցում հետո չպարունակի եւ չտա մեզ, այն գործիքները, որով մենք կարող ենք փակել մեզ դուրս չեկած ինչ-որ հեռուստաընկերություններին, դուք ճիշտ եք ասում, սա դեռ լուծված խնդիր չի։ Այնպես չի, որ ԵՄ տարածքում օրինակ կամ ԵՄ տարածքից դուրս այլ երկրներում, ինչպեսիք են Ռուսաստանը, Թուրքիան, Մոլդովան, Ուկրաինան եւ այլն չկան նմանատիպ կարգավորումներ, կան տարբեր երկրներում եւ նմանատիպ հենց լուծումներ կան։ 2018 թվականին անգամ Ֆրանսիայում կար մանիպուլյացիոն տեղեկատվության վերաբերյալ համապատասխան կատարված փոփոխությունը, հատկապես ընտրական շրջանում ընտրությունների հետ կապված ապակողմնորոշման ուղղված այդ համապատասխան փոփոխությունը, բայց ինչու՞մն է խնդիրը։ Նախ սկսենք նրանից, որ ԵՄ դիրեկտիվը համապատասխան, որը վերաբերում է տեսահոլովակական մեդիայի ծառայությունների ուրեմն ոլորտի կարգավորմանը, գործում է ծագման երկրի սկզբունքով, եթե ԵՄ-ի մասին ենք խոսում, այսինքն այնտեղ դու ծագման երկրից ելնող օպերատորի գործունեության հետ կապված որոշակի միջամտություն կարող ես անել։ Եթե խոսքը վերաբերում է արդեն օտարերկրյա հաղորդումներին, որոնք այստեղ որևէ օպերատորի միջոցով են հեռարձակվում, դրանց վերաբերյալ միշտ չափազանց կարևոր նշանակություն ունի հստակ հիմքերի առկայությունը, այսինքն օրինակ խոսքը վերաբերում է ատելության հրահրմանը, օրինակ, կամ չգիտեմ, պատերազմի քարոզչությանը, օրինակ, կամ ազգային անվտանգությանը վերաբերող որոշակի սպառնալիքների, բայց հենց այդտեղ է հիմնական խնդիրը, որ ոչ թե առհասարակ նման կարգավորումը բացառվում է կամ հնարավոր չէ կամ ճիշտ չի, այլ խնդիրը հենց այնտեղ է, որ եթե դու ուզում ես հավասարակշռես, եթե անգամ նմանատիպ կարգավորում ես նախատեսում, ինչը դրա կարող է պետությունը այդպիսի կարգավորում նախատեսել, դու չպիտի լայն մեկնաբանությունների դաշտ թողնես, որը կարող է մեկնաբանվել շատ հայեցողական, շատ կամայական եւ հանգեցնել, այսպես ասենք, օրենսդրի իրական նպատակի հետ ամենևին կապ չունեցող հետևանքների։ Շատ սուբյեկտիվ է ձևակերպումը եւ այդ սուբյեկտիվությունը, որը տրվում է հրահին, ըստ ճաշակի հիմքի է լինելու, որը համարենք միջամտություն, որը չհամարենք միջամտություն։ Եվ արդյունքում դրա համար է հասարակության մեջ անհանգստություն, որ այս նախագիծը այս պահին գալիս է ընտրությունների ժամանակ եւս մի գործիք տալու, որպեսզի իշխանությանը ոչ հաջող հեռուստաընկերության ռեպորտաժի վրա դրվի սահմանափակում։ Օբյեկտիվ չափորոշիչներ են պետք, այսինքն ընդունում ենք մի օրենք, ընտրությունների նախաշեմին, որը սարսափելի, կամայական, էկլեկտիկ դատողությունների տեղ է բացում, այսինքն սպეციფიკան փաստը, լավ, ոնց են ասում, իրավական որոշակիությունը բացակայում է, միգուցե պետք լինի այդ ամեն ինչ ավելի հստակեցնել։ Հիմա ես ասեմ, ես ոնց եմ մտածում, բայց խնդրում եմ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի գործընկերներին չլսել իմ այս ելույթը, որպեսզի նաև տպավորություն չլինի, թե ես ուղղորդելու եմ, թե ինչ ենթահրձրական ակտեր եւ ինչ բովանդակությամբ իրենք կգրեն, այս մասը կառաջարկեմ չնայեն, հենց այս պահից սկսած, թե չէ հետո կասեն ով։ Լավ, լսեք եւ գուցե օգտակար կլինի ձեզ։ Օրինակ, եթե ասում եք սուբյեկտիվ է եւ դա հնարավոր չի անել, ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող հեռուստաբովանդակություն է համարվում ըստ իս այն տեղեկատվական, վերլուծական կամ քարոզչական բնույթի հաղորդումը, որը ուղղակի կամ անուղղակի կերպով նպատակ ունի ազդել ՀՀ ներքաղաքական գործընթացների վրա, այդ թվում պետական իշխանության ձևավորման, փաստերի վրա հիմնված լրատվական հաղորդումը առանց գնահատականների, ակադեմիական կամ վերլուծական քննարկումը, եթե չկա կոչ կամ քարոզ, միջազգային կազմակերպությունների պաշտոնական զեկույցների ներկայացումը, ՀՀ ներքին կյանքի մասին կարծիքներ, եթե դրանք չեն արտադրվել կամ ղեկավարվել օտար պետության կողմից։
ավարտում եմ կես վայրկյան։ Սոլովյով անունը դարել է մի քիչ ընդհանրական, բայց 1000 ու մի տեսակ հյուրեր նույն ռուսական մեդիատիրույթում այս իշխանությունների համար անցանկալի է։ Այսինքն եթե որևէ ռուս վերլուծաբան խոսում է, որ հայ առաքելական եկեղեցու դեմ Հայաստանում հարձակում կա, ինքնին արդեն դառնում է խնդրահարույց։ Ինքնին դառնում է խնդրահարույց, բայց ինքը հարց է, որը նաև արևմտյան մամուլում է լինում։ Նաև արևմտյան մամուլ, բայց դե մի քիչ շատ ավելի աչք կփակեն այդ լրատվամիջոցների դեմ։ Դուք չունեք տպավորություն, որ այս ամբողջ նախագիծը վերվեց հանուն նրա, որպեսզի առաջիկայում ամռանը կամ սեպտեմբերին ամենաուշը արգելվի Հայաստանում ORT-ն, RTR-ը, Ռասիան, Միրը, Կուլտուրա TV։ Այդքան երկար ժամկետ չէի սահմանագծի ես։ Ամեն ինչ արվեց հունիսի 27-ի այդ ամբողջ նախընտրական շրջանում ուղղակի արգելել միջազգային անգամ հարթակներում ընդդիմության ձայնի բարձրաձայնում։ Այն բոլոր խայտարակ անօրինականությունները, որ Հայաստանում տեղի են ունենում, հակաժողովրդավարական քայլերը, որ տեղի են ունենում եւ չի բացառում, որ տեղի են ունենալու։ Այդ թվում ընտրապայքարին կուսակցությունների մասնակցության արգելում եւ այլն, այդ ամեն ինչի մասին միջազգային հանրության կարծիքը նաեւ Հայաստանում չհեռարձակելու։ ՀՌՀ նախագահը կարծես այդ ձևակերպման հետ, ոչ թե կարծես, այլ միանգամայն ձևակերպման հետ հաշտ չէր։ Հիմա ինչպես է եկել այդ համոզման կամ ինչպես են աշխատելու։ Չեմ խոսել ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի հետ, բայց դատելով որերս ՀՌՀ անդամներից մեկի Հակոբ Հակոբյանի, նույն ինքը Հակոբ Մովսեսի հարցի քննարկումը եւ նաեւ իշխանությունների ներկայացների ելույթները եւ նաեւ նույն Հակոբ Մովսեսի ելույթը, կարծում եմ, որ այստեղ շեփնա որոշելու, այս կառավարության շենքում նստած շեփնա որոշելու եւ այստեղ նույնիսկ ՀՌՀ անդամների, առանձին անդամների կարծիքը որևէ մեկը հաշվի չի առնում։ Մենք նաև փորձում ենք ապահովել, հա, մեր ինքնիշխանությունը ավելի կոշտ մեթոդիկայով, որտեղ այսօր նույնիսկ եթե ինչ որ հեռուստաընկերություն դրսի անուն չտան, ինքը առավոտից երեկո, հա, միջամտի մեր գործերի նախընտրական օրինակ գործընթացների ժամանակ, հա, կեղտոտը կոչերանի ասի գնացեք կառավարությունը, չգիտեմ, սպանեք, սա արեք, նա արեք, այս բանը մեր հանձնաժողովը որևէ կզարմանակ գործուկ չունի, որպեսզի կարողանա կասեցնի այդ աշխատանքները։ Հիմա այդ գործիքները մեզ տրվում են։ Հեռուստատեսության ռադիոյի հանձնաժողովը ժամանակի երբ որ ձևավորում էր, բազմաթիվ կանոնակարգումների հարցեր ունեն։ Բայց հիմա այս փուլում ավելի շատ իշխանության քաղաքական խնդիրների, քաղաքական հարցերի լուծումով է զբաղված, որովհետև տեսեք, իրականում բազմաթիվ բողոքներ են եղել նույն ընդդիմադիր պատգամավորներից, որտեղ պրոիշխանական հեռուստաընկերություններ կան, որտեղ ժամերով ուղղակի լուտանք են թափում ընդդիմության, ընդդիմադիր գործիչների նկատմամբ եւ ՀՌՀ 1-2 թեթև դիտողություններից բացի այլ որևէ բան չի արվում։ Հիմնական հավասարակշռող գործողություններից մեկը այսպիսի օրենքների կարգավորման ժամանակ համարվում է արագ վերանայման հանգամանքը, որովհետև տեսեք, մեր օրենսդրությունը թույլ է տալիս, որպեսզի կարգավորող մարմինը ժամանակավորապես առհասարակ կասեցնի մինչև վերջնական որոշման կայացում, այսինքն պրոցեսում արգելում են իրենք ընդհանրապես այդ հաղորդման հեռարձակումը եւ դա իհարկե ստեղծում է որոշակի դիսկոմֆորտ օպերատորի համար, նրա ով որ հեռարձակում է, դիստրիբյուտորի համար այսպես ասենք, որտեղ ինքը արդեն պետք է ջանք թափի, որ այսպես շատ համապատասխանի, այնպես լավը լինի, որ համապատասխանի կանոններին, եւ սա, եթե նայում եք միջազգային վերլուծությունները, լուրջ խնդիր է առաջացնում խոսքի ազատության տեսանկյունից, այսինքն սա վերջնակետում, եթե հոլիստիկ մոտեցում ցուցաբերեմ, ստացվում է վերջնակետում կարող է խնդրահարույց լինել խոսքի ազատության հետ կապված, որտեղ դիստրիբյուտորը ջանում է ամեն բան անել, որ համապատասխանի կանոններին, իր համար հստակ չի չափանիշը, եւ բացի այդ, փաստացի մինչև վերջնական որոշման կայացում դե ֆակտո կասեցվում է ամբողջ ժամանակահատվածը, եւ դրա համար խորհուրդ են տալիս այսպիսի դեպքերում առհասարակ շատ արագ վերանայման ինստիտուտ նախատեսել, այսինքն արագացված կարգով, որպեսզի բովանդակային քննարկում լինի եւ չմնա միայն կարգավորող մարմնի հույսին։ Փաստորեն տեսալսողական մեդիայի մասին օրենքի նախագծով ներմուծվում է ներքաղաքական կյանքին միջամտություն իրավական հասկացությունը առանց տվյալ եզրույթը օրենքով բնութագրելու եւ սահմանելու։ Քիչ առաջ դարձյալ փաստվեց, որ այն շատ լայն հասկացություն է, իսկ
թե որ արարքը կամ գործողությունն է որակվելու որպես Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքի միջամտություն որևէ դրույթով սահմանված չէ։ Նախագծի մի շարք հոդվածներով սահմանվում են պարտականություններ, անգամ տուգանք է սահմանված տվյալ արարքի համար նվազագույն աշխատավարձի 500 պատիկի չափով։ Հարց. ինչպես եք սահմանում պարտականություն առանց տվյալ իրավական վիճակի բովանդակային բացահայտման։ Ով է այն որակելու եւ բացահայտելու որպես այդպիսին։ Պարզվում է ՀՌՀ-ն։ Իրավունք ունեմ կասկածելու, իհարկե այո, որովհետև բացառապես իշխանական քվոտայով ընտրված ՀՌՀ-ն չունի անկաշառության, օբյեկտիվության եւ վստահելիության ցանկալի մակարդակը։ Ըստ էության սանկցիայի կիրառումը կախված է ոչ թե օրենքից, այլ այն կիրառողի սուբյեկտիվ ընկալումից։ Երբ որ հեղեղուկ ձևակերպումներ են տալիս, որը լայն դաշտ է բացում այսպես ասած ճնշման գործիքներ օգտագործելու շատ ավելի լայն հնարավորություններ լինելու եւ շատ ավելի բարույթներ լինելու նաեւ պետք է նկատի ունենանք ես ասում մոտ 30 տարի լրատվության ոլորտում եղած մարդ երբեք Հայաստանում այսպիսի ճնշումը մենակ այն չի որ ոստիկանը գա հեռուստաընկերության լույսը անջատի ասի դուք էլ եթեր չեք մտնում հոգեբանական, բարոյական, տնտեսական, քաղաքական այն ճնշումները, որ հիմա գործադրվում են ազատ մամուլի հեռուստաընկերությունների, հրատարակությունների, էլեկտրոնային հրատարակությունների դեմ երբեք այսպես Հայաստանում չի եղել։ Յուրաքանչյուր օրենք արգելքի, այսպես ասած, այդ արգելքին արձագանքելու իր տիրույթն ունի։ Քրեական իմաստով, քրեաիրավական պատասխանատվության բլոկ կա եւ այլն, այստեղ մեդիայի տեսանկյունից նորից եմ կրկնում, եթե հստակեցվի ինչին է վերաբերում, այսինքն եթե կոնկրետ, չգիտեմ, ատելություն է հրահրվում, բռնություն է հրահրվում, էլի ինչ որ հակաքարոզչության շատ հստակ, այսպես ասենք, ուղղակիորեն վնասակար հետևանք է իր մեջ պարունակում, այդ դեպքում կարող է այսպիսի մոտեցում նախատեսվել, բայց այն ձևակերպումը, որը կա օրենքում, որը ես տեսնում եմ, դա շատ լուրջ տարամեկնաբանությունների տեղիք կտա։ Ինչ է պատրաստվում անել ընդդիմությունը, տիտղոսային ընդդիմությունը ազգային ժողովում։ Քանի որ բավարար քվեներ չկան օրենսդրական փոփոխությունների, հանրային իրազեկումն է, հանրային ազդարարումն է, նաև հաշվի առնելով, որ միջազգային հանրություն ասած ավելի շատ հավաքական արևմուտքը աչք է փակում այս իշխանությունների գործողությունների անօրինականությունների նկատմամբ, բայց ամեն դեպքում դռնով հանում են պատուհանից ես մտնում, ամեն դեպքում ամեն օր իրենք պետք է զգան այդ ահազանգը, որ հասկանան, որ վաղը նաև դրա համար բարոյական պատասխանատվություն են կրում։ Պարոն Մանուկյան, ես համարում եմ, որ կառավարությունը որևէ հեռուստահաղորդմանը կամ ծրագրին գնահատական տալու իրավունք չունի։ Այսինքն կառավարությունը չէ այն սուբյեկտը, որ պիտի համարի կամ գնահատական տա դա միջամտություն է, թե միջամտություն չէ։ Դրա համար կան հստակ տարանջատված մարմիններ, սահմանադրական մարմին, որը կարգավորող մարմինն է։ Իշխանությունը, կառավարությունը տվյալ պարագայում ընդամենը քաղաքականություն է մշակում, ասում է, որ կարգավորող մարմինը հետայսու օրենքով պիտի ունենա նման իրավունք։ Օրենքը դեռ երկրորդ ընթերցմամբ չի ընդունվել։ Ինչ որ փոփոխություն ենթադրվում է։ Որևէ փոփոխություն չի լինի։ Այդ կան օրենքներ, որ իշխանության կաբինետում երբ որ գրվում են 100% առանց փոփոխության։